Կամերապնդենք Դանիել Վարուժանի հարճը պոեմը 10 և կամ կոփենք։ Սկսենք վերջնագրից, ինչ էր նշանակում հարճ, ասի, ընտրեն, անել, որտեղից է մեկրեցել Դանիել Վարուժանը ընտրեք։ Մեկրեցել է Մովսես Պարայնացի Շատ ինչ խաղաբերում է անում, որպես բնական, Մովսես Պարայնացի ընտրեն։ Սիգույր դրեցիկ է և եկել ձերանք։ Այժմ եկեք առանձնացնենք գլխավոր կերպարների մեր պոեմի։ Միլենա, Գլխավոր կերպարների Դրդատը, Նազենը, և Բաքու։ իհարկե կան նաև կերպարներ, որոնք երևում են պոեմում, բայց ոչ որպես գլխավոր հերոս, շատ լավ։ Այստեղ ես բերել եմ Կրթար թագավորի նկարը, ամեն դեպքում պատմական կերպար է, օրինացուց ավանդված, իսկ պոեմում ով է Կրթարը։ Խնդրեմ, Կանուվա։ Կրդատը ամուսնանում է Վիլյամ թագավորի դստեր հետ քաղաքական նպատակներով, սակայն հետագայում այդ ժամանակներով դուրս է շպրտում, անարգելով, մազերից միշտ կտրելով և հատուկի բալիկը հասկանալով փախչում է դեպի Ասորիկ, դեպի Վարաստան ու կանգեառնում Սրիկում ապի իշխանի մոտ։ Շատ լավ, մենք հետո սյուժետային գծով տանենք, հետո բնութագրենք կերպարներին, առայժմ բնութագրական ոչինչ չենք ասում։ Նազենիկը, Ինա։ Նազենիկը հարճ էր, ում հագուրը հաղթել է նիզակի գնով, վրաց աշխարհից և բերել իր մոտ դարձրել պարուհի։ Նազենիկը և Կրդատը սիրեն հայացքներ են փոխանակում և հասկանալով իրենց գլխի գալիքը, հետագա իրենց գալիքը երկուսը որոշում են փախչել։ Ինչ է եղել խնջույքի գլխի գալիքը հասկանում։ Բարի ժամանակ նրանք հայացքներ են փոխանակում և Կրդատը նստեցնում է Նազենիկին իր ոտքի վրա և համբուրում, որն էլ անդրադառնալից վերաբերմունք է դրսևորվում բարձրի հանդեպ, վերջինս էլ զայրացած փորձում է ետ վերցնել Նազենիկին, Ինչից եք հասկանում շատ զայրույթը նրա ներողություն, թող ինչից որ դրվագից եք հասկանում, որ Բաքուրը սաստիկ զայրացած է։ Խնդրեմ։ Նորը դեղում ճզմում է։ Ինչ միջադեպ է տեղի ունենում։ վերցնում է և նետում է Բաքուրի վրա, ու այդ ժամանակ Բաքուրի իրականություն է, որ Եվ Բաքուրը համակվում է հրաժարության զգացմամբ։ Նստիր, կոնֆլիկտը ինչով է վերջանում։ Դուք նշեցիք, որ Նազենիկը և Կրթատը որոշում են փախչել։ Փախան, ինչ եղավ, Սոֆիա։ Նազենիկի մոտով։ Ինչ է դնում, ավելի հանգամանալից նանել, լրացրու։ Երբ Կրդատը և Նազենիկը փախչում են, նրանց հետևում են և նետով փորձում են Նազենիկի գործարել։ Եվ Նազենիկը որտեղ է քաղաքում և ինչ է լինում, խնդրեմ ուսի։ Կարինա, տողորի հետմասացեն։ Քաղում Նազենիկը, չորացած վատիկար, և երբ որ նրան այնտեղ քաղում են, ինչ է լինում ծառում է, ծախում են։ Հաշտամանում է, սնացվում է, այո, ճիշտ է Նազենիկին, այո, ավեշներից շատ լավ։ Ուզում եմ իմանալ կան աշակերտներ, որոնք ինչ-ինչ հանգամանքների բերումով, թեկուզ օրինակ այն հանգամանքի, որ արևմտահայերենով է գրված, կամ օրինակ դասից բացակայել է, ինչ-որ մի բան բաց է մնացել, ինչ-որ մի բան լավ չի հասկացել այս ստեղծագործությունից։ Կան այդպիսի աշակերտներ։ Շատ լավ է, որ ազնվորեն ցուցահանում եք ձեր բացերն ու խոցերը, ուրեմն դուք կընդգրկվեք 3 տարբեր խմբերում, որպեսզի խմբում, համագործակցային միջավայրում, ձեր ընկերների միջոցով լիարժեք հասկանաք ստեղծագործությունը։ Խնդրեմ, կազմում ենք 3 խմբեր, դուք տեղակայվում եք տարբեր խմբերում։ Խնդրում եմ խմբում յուրաքանչյուր աշակերտ ունենա իր հստակ տեղն ու դերը, կատարեք աշխատանքի հստակ բաժանում, յուրաքանչյուր անդամի ներգրավվածությունը, մասնակցությունը, մասնակցային միջավայրը պարտադիր ապահովում եք և նաև բազմակարծությունը կարող են լինել կարծիքների բախումներ, դա նորմալ է, առողջ է և պարտադիր չէ, որ բոլորը միմյանց պես մտածեն։
կառուցողական քննարկումներ են ծավալում համագործակցային մթնոլորտում։ Յուրաքանչյուր խումբ թող իր համար կարգի խմբի ավար, որը հետամուտ կլինի, որ դասը լավ չհասկացած աշակերտը հասկանա, ընկղվի գործընթացի մեջ և յուրացնի, անպայման այդ հետադարձ կապը ապահովելու։ Հասկացավ, թե ոչ։ Հիմա դուք պոեմը բաժանում եք տրամաբանական մասերի, վերնագրում եք պոեմի հատվածները, խնդրեմ ձեզ մոտ նշեք առաջադրանքը, պոեմը բաժանել հատվածների, վերնագրել հատվածները, այսինքն յուրաքանչյուր հատվածի համար հիմնարար ելակետային բան եք որոշելու։ Այնուհետև ձեր երկրորդ առաջադրանքն է էմաձև, այսինքն եռամաս աղյուսակով բնութագրել նշյալ կերպարներին։ Ձեր երրորդ հանձնարարությունն է սրտի խոսք ուղղել։ Առաջին խումբը Տրթատին, երկրորդ խումբը Նազենիկին, երրորդ խումբը Բակուրին։ Ձեր սրտի խոսքը դա կարող է հարց լինել, կարող է հորդոր լինել, թե ինչ ձևով կձևակերպեք, դա որոշեք դուք։ Պոեմի համար որոշում եք խորհրդանիշ, ամբողջ պոեմի համար ոչ հատվածների, ընտրում եք նոր վերնագիր, կայացրեք ձեր աշխատանքը, փոքր-ինչ բարձր, որ լսելի լինի։ Վերնագրել պոեմի հատվածները, կնոջ անարգանքը, սյունած պալատում, հանդիպումը Նազենիկի հետ, արյունահեղության սկիզբը, հանդիպում թզելու տակ, Բաքու վերընջյուղում։ Շատ լավ։ Ցուցադրել կերպարներու էմաձև աղյուսակով, Բաքուին որպես հյուրասեր գրկաբաց կերպար ենք ներկայացրել, որովհետև նա պատրաստ է չնայելով դեպի փախուստի պատճառների, նրան ընդունել իր պալատում Եվ առատացել այո, նաև վրեժխնդիր էր, որովհետև չկարողացավ ընդունել դեպի սխալ արարքը։ Կարող է նաև պատվախնդրությունը, ամեն դեպքում նա նաև պատվախնդիր էր։ Դեպի նկարագրել էր որպես անհատացվածություն և անշնորհակալ, որովհետև պատասխան չէր պատրաստում պատասխան դրելի և անշնորհակալ վարվեց Բաքուի նկատմամբ դրա հյուրասիրության պատասխանելով։ Շատ լավ։ Նազենիկը բնագրում շատ գեղեցիկ նկարագրված է, նա կապիտալչիա էր, ուներ դերձան երկար մազեր ու ոսկե զարդեր էր կրում, փոքրիկ հատված բնագրից հատվածը, որոնց մեջտեղը սկսած էր պարել 9 դերձան, վարձակն էր Նազենիկ Նազելագեղ անունով, հասակն ամբողջ կթերթարան դարդի պես հողմախրով, դաշտեր ջիվերուն դաշներգին հետ ուարերուն կմիանար կսիպրեր համանվար մարճախին։ Սա արտաքին հատկանիշը, իսկ Նազենիկի ներքուստ ինչպես կբնութագրել։ Նա կրակներով էր, կարծես փորձում էր բարի ընթացքում թռչել, նրա աչքերի մեջ շատ հեշտ էր մտնելը, բայց դուրս էին գալիս բոլորը վիրավոր էին տեղից։ Ինքը ինչպիսին էր, այսինքն կեսախինդ էր, ինչ որտեղ նաև համարձակ էր, որովհետև դրդատի հետ հայացքներ էր փոխանակում, գինի էր ընկում։ Շատ լավ։ Սրտի խոսք դրդատի։ Դու ապերակ պարվեցի, քանզի քեզ Բալբուրը բաց սրտով ընդունեց, իսկ դու անկարգեշտաբար նրա հարցին քեզնով արեցի, որի հետևանք եղավ Նազենիկի մահը։ Հաջորդը։ Խորհրդանիշ մենք ընտրել ենք նուրը, Անաթաթակ, սկուպերի մեջ, սկուտերի մեջ, Իսկ նոր վերնագիր փոխադարձ հայացքներ։
հայացքներից ծագեց այդ ամբողջը, շատ լավ խմբերը դիտարկումներ ունեն կապված այս խմբի հետ։ Ինչպես նկատեցի, յուրաքանչյուր անդամ ուներ իր մասնակցությունը, ապահովեց իր մասնակցայնությունը եւ նաեւ կարծում եմ բազմակարծությունը այստեղ։ Շնորհակալություն, անցնենք հաջորդ խմբերին։ Ժամանակ հատվածների եւ տերնագրերի փոխուստը, Նազենիկի եւ Պետրոպի համիզումը, Բաքուրի եւ Պետրոպի տերերը, Նազենիկի եւ Պետրոպի փոխուստը, Նազենիկի մամը։ Շատ լավ, հաջորդ խմբերը։ Նկարագրել Բաքուրի Պետրոպի Նազենիկի։ Բաքուրը ազնիվ էր, արդարամիտ, քաջ, արժանապատիվ եւ հավատարիմ։ Տերդատը հզոր, բայց անբարդական անսուս պարքա է, նրա կերպարը հակադրվում է Բաքուրին, եթե Բաքուրը համարվում է բարոյական ուժը, ապա Տերդատը իշխանական բռնությունն ու անարդարությունը։ Իսկ Նազենիկը գեղեցիկ էր, ոչ պարկեշտ, հմայիչ, անբարո, կապուտաչյա։ Կարծիքներն բավականին ազատ եք եղել եւ նաեւ քննադատական մտածողություն ցուցաբերել։ Որպես խորհրդանշել եք վարդիները, այս երկու սոճվածած վարդիները, այս մեկը այլ վարդին է, որտեղ Այո, դրամաբանական է, ուրիշ։ նոր վերնագիր ընտրել են խավարի մեջ մարած լույսը։ Լավ։ Ուսակի խոսք Բաքուրի։ Սիրելի Բաքուր, ես բանը կարդալիս զգացի, թե որքան խոսված է խոսիքը։ Յուրաքանչյուր զոհ ետի տեսնել, որ իր սիրելին երևակում է օտարի ձեռքերի մեջ, ինը կնոջ հանդեպ ունեցած սերը կդառնար զոհ։ Նազենիկի այրված խաչքարն ինձ թող է սուրճ կդիմի, եթե այդ ամենը չտեսնի։ Շատ լավ։ Ապրեք, խմբերն ունեն դիտարկումներ կապված, խնդրեմ։ Բաքուրը Նազենիկի հանդեպ ստեղ չէր դարձում, ուղղակի դա, այսպես ասած, դվեր ժամանակաշրջանում իր սեփականությունն է, Սեփականատիրական խանդ է։ իր հաղթած դուրներ ու այդտեղից է գալիս։ Դիսկուսիա խանդում էլ է։ Թե կարծում եք, որ զգացմունքային շատ լավ, շնորհակալություն։ Առաջինը Տերդատի եւ կնոջ բախումը եւ Տերդատի փախուստը, երկրորդը Բաքուրի ջերմակալությունը եւ Տերդատի բնակություն հաստատելը նրա պալատում, երրորդը Ժամանակավոր բնակություն չէ։ խնջույքի կազմակերպումը, Նազենիկի եւ Տերդատի հայացքները, Նազենիկի պարը եւ Տերդատի հետագա քայլերը, Բաքուրի եւ Տերդատի վեճը, Նազենիկի եւ Տերդատի փախուստը եւ Նազենիկի մահը։ Շատ լավ, հաջորդ։ Բնութագրեր կերպարների Տերդատը անպատասխանատու էր, անշնորհակալ եւ երախտամոռ, Նազենիկը անհեռատես էր եւ բավականին զգայուն, բարակ իրանով եւ գեղարքյա, Բաքուրը հյուրընկալ էր, բռնկվող եւ պատվախնդիր, սրտի խոսք Նազենիկին, դու եղար քո ճակատագրին ուղղված միակ մեկը։ Ձեր հայացքները դարձան արդեն իսկ մահվան երաշխիք։ Արդեն իսկ ծառայելով Բաքուրին, դու չպետք է դրվեիր զգացմունքներին եւ անհարգալից լինեիր քո տիրոջ հանդեպ։ Պոեմի խորհրդանիշը նետով խոցված եղնիկ, որի երակնից խոսում է ոչ թե արյուն, այլ գինի, իսկ նոր վերնագիր կամ խոցող հայաց կամ գիտակցված մահ։ Շատ լավ, ինչ դիտարկում ունեք այս խմբի աշխատանքի հետ կապված, խնդրեմ, համեցեք։ Տեղին են դիտարկումը, աշխատելիս ես նկատեցի, որ իրենք հավասարաչափ աշխատել են աշխատանքը, ինչ խոսք ես դա նկատել են, որ հավասար աշխատում էին, նույնիսկ կարծիքների բախում եւ ալեվակցություն են ընթացքում տեսա, բայց այո, ներկայացնելիս եւս պետք է ապահովեի բոլորի հավասար մասնակցությունը։ Հիմա իմ հարցը հետեւյալն է, այն սովորողները, որոնք մի քիչ լավ չէին հասկացել կամ դժվարացել էին սյուժեն ընկալելիս, ամբողջովին նրանց համար պարզ դարձավ սյուժեն։ Այո, ամեն ինչ պարզ դարձավ։ Շատ լավ։ Հիմա ուզում եմ մի փոքրիկ բանավեճ կազմակերպենք, Նազենիկի կերպարը արդարացնող եւ դատապետող։ Ովքեր են ուզում ելնել բանավեճի։ Մարի եւ Լիլիթ։ Խնդրեմ, ով է արդարացնելու եւ ով մեղադրելու։ Ես մեղադրում։ Ես եմ մեղադրում։ Դու ես մեղադրում, ուրեմն դուք զույգով կմեղադրեք։ Իսկ դուք արդարացնես, կա մարդ, որ ցանկանում է արդարացնողներին միանա։ Շատ լավ, ուրեմն երկու կմեղադրենք,
երկուսը կարգարացնել։ Ձեզ տալիս եմ ժամանակ ձեր մտքերը ժողովելու եւ կառուցողական բանավեճ ծավալելու համար։ Մենք մեղադրում ենք Նազենիկին, քանի որ կարծում ենք, որ նա հարջ է, նա պետք է լինել Բաքուրի պալատում եւ հենց նրան է նպատակվում եւ չպետք է փախչել կրդատի հետ։ Ես կարծում եմ, որ այդ ժամանակ հարճը ոչ միայն հարճը, թեկուզ պալատի սպասավորը պետք է թեկուզ իրենից մեծ պաշտոնով մարդկանց պետք է ենթարկվեր։ Ու բացի դրան հենց ինքն նշեցիք, որ հարճեր, այսինքն ինքը կամազուրկ էր, պետք է անել այն, ինչ ուրիշներն են իրեն հրամայում, իրենից պաշտոնով բարձր, հատկապես եթե տվյալ անձը հյուր է Բաքուրի պալատում ու դրա համար կարևոր անձ է նաև։ Նա ամենասկզբում մենք հենց ամենասկզբում նկատում ենք, որ այդ ամենը եղել է իր ցանկությամբ, քանի որ հենց սանդուղքներից իջնելիս նրան Սիրիայի հայացքներ են միմյանց հետ փոխանակում, ինչպես նաև նրա ոտքի նստելիս նա ժպտում է նոր խմբի, այսինքն այդ ամենը եղել է հենց իր ցանկությամբ, որը հենց այն սլաքներն են մեղադրանքի, որ մենք ուղղում ենք, եւ երկրորդը, որ ինչքան էլ նույնիսկ դա իր ցանկությունը կամ նա ստիպված լիներ, նա արդեն իսկ ծառայել էր Բաքուրին եւ իրավունք չուներ Բաքուրին ստորացնել, այդ քայլով նա ոչ թե ցույց է տվել իր զորքի կերպարը, այլ իր արտակարգ վերաբերմունքը Բաքուրի նկատմամբ։ Իսկ գուցե այդ հայացքները ու այդ շփումը եղել են իսկական, այսինքն ոչ թե ինքը ուղղակի պարտավոր էր այդպես վարվել, այլ որպես գին ինչ-որ զգացմունքներ են առաջացել նրա մոտ եւ նա ինչ-որ հույս է տեսնում, որ դրդատի հետ կարող է փախչել այդ իր կարգավիճակը բարելավել, դուրս գալ նպատակությունից եւ երջանիկ ապրել ու վայելել իր կանացի երջանկությունը։ Ամեն դեպքում անհատականություն էր, չէ՞, ինչ կասել։ Բայց կանացի երջանկությունը նա կարող էր կառուցել ոչ թե իր տիրոջը անպատվելով, այլ թեկուզ խնդրիչից հետո ավելի մեղմ պայմաններով։ Ինչպես նաև կնշեմ նրա անբարո պահվածքը, որ այդքան ընդունել չէր, քանի որ նա հարջ լինելով գնաց եւ նստեց դրդատի գրկին։ Դրդատը նստացրեց, քաշեց ձեռքից, հետո մենք այնքան վստահ չենք, որ եթե Նազանիկը հրաժարվեր եւ հետ կենար ինչու չէ նաև ապտակել դրդատին, դրդատը վիճաբանություն չէր սկսի եւ Բաքուրը չէր վռնդի նրան պալատից։ Այդ դեպքում արդեն ավելի սենց Իսկ գուցե նա Բաքուրին հայտներ իր զգացողությունների մասին եւ Բաքուրը նրան բաց թողներ, որ գնա եւ Ամեն դեպքում ինքը Բաքուրը համարում էր իր սեփականությունը, իր նիզակով հաղթած, իրեն Թեկուզ հենց լուրջ ուսմելու տեսանը մենք նկատում ենք սեփականատիրոջ խանդ, որ նա չի ցանկանում իր շահումը տալ ինչ-որ խնջույքից հետո հնարավոր է չլիներ այդ հնարավորությունը դրդատի հետ մենազորություն ունենալու կամ ընդհանրապես ինչ-որ հանդիպում ունենալու։ Շատ լավ։ Տարբեր կարծիքներ եւ կարողացաք նաեւ հիմնավորել ձեր տեսակետները, եկեք հանգենք եզրակացության, ինչ գաղափար էր արծարծում այս ստեղծագործությունը, ինչ է մեզ սովորեցնում, ձեզնից սկսենք, հետո նստածներին են, որ բոլորը կարտակի։ Որ պետք է պատասխանատվություն բերել արարքների համար եւ չփախչել նրանց։ Բարի։ Համակարծիք ես։ Մենք այստեղ կրկին համոզվեցինք, որ սերը ամեն ինչից վեր է եւ սիրո միջոցով մարդիկ կարող են ամեն ինչ հաղթահարել։ Պետք է չլինեն երախտամոռ եւ քեզ մեկնած ձեռքը չպետք է արհամարել։ Ապրեք, ինչ սովորեցրեց այս պոեմը։ Որ միշտ ձեր արարքների համար դուք պետք է ինքներդ պատասխանել։ Այո, շատ լավ, Ալյոնա։ Եվ չփախչել պատասխանատվությունից։ Գարի։ Ես նույնիսկ չլինելով Սիրիայի պոեմների սիրահար կարող եմ ասել, որ այս պոեմը իր շարադրանքով եւ բովանդակությամբ շատ հետաքրքիր է եւ այս պոեմի բովանդակության հիման վրա կարելի է շատ վերլուծություններ կատարել։ Լավ։ Պետք է արել միմյանց անձնական տարածքը եւ շնորհիվ Շատ լավ։ Այո, չուրանալ այն հացը, որ կիսել ենք, Էմա։
մտածիր, նանել, Օրինակ նա դեպի շատ սխալ արել, որ Սխալ է արել։ որ գնացել է, բայց դա դնել պետք չէ, դա դեպքից, հակորեն պետք չէ, որ իր հետևից Այսինքն վրեժարությունը ամեն դեպքում ողբերգական հետևանքների է հանգեցնում, վրեժը լավ բանի չի բերում, խնդրեմ Սոֆիա։ Ցույց է տալիս այն, որ նախատեսությունները եւ ցանկությունները երբեմն կարող են ավիրել մարդու պատիվը եւ կարեւորում են մարդու ազնվությունը եւ բարոյականությունը։ Շատ լավ, Էմա, բոլորին պարտադիր պետք է անդրադառնա։ Չուրանա լավություն, շնորհակալություն։